Սամվել Նիգողոսյան, որպես Կակավասար գյուղի բնակիչ, մեր ամենադաժան խնդիրը մեր հիմնական ճանապարհներն են, որ ճանապարհները սարքվի, գոնե չնչին չափերով ասֆալտապատվի, առաջներ ճանապարհը։ Երկրորդ հերթը մեր գյուղի համար ամենադաժան խնդիրը դպրոցների համար է, որ մեր փոքր երեխեքը կոնա երիտասարդները մնան գյուղում, ապրեն գյուղում, ստեղծեն, արարեն, ապրին, ինչ որ առաջ ապրել են մեր հին ժողովուրդը։ Ապրել են, սկան բանոր մենք ստեղծել ենք, ապրել ենք, մենք դրա հիման վրա ենք ապրել։ Այսօր փառք Աստծո էլի կապրին, բայց երիտասարդները դուրս կերտան, հիմնականում ամենավատ դժվար ճանապարհների խաթեր, դպրոցների համար, աշխատանքի համար երիտասարդներին չկա աշխատանք, լրիվ մեկնում են Ռուսաստաններում։ Եթե աշխատանք լինի տեղում, աշխատին, արարեն, ստեղծեն ամենալավ բանը կանի։ Մեզի համար, մեր ընտանիքների համար, մեր երիտասարդների համար, մեր հայրենիքի համար, քան որ կամաց հայրենիքը կքանդեն, մեր Հայաստանը կքանդի, բայց դիք մենք չենք ուզոր քանդվի։ Մենք որպես հայ ծնվել ենք Հայաստանում, դիաբրինք Հայաստանում, դիպայենք մեր Հայաստան երկիրը, որն աշխարհում միակ երկիրն է, որը կա մեր Հայաստանը։ Ու մենք նվիրված ենք մեր Հայաստանին, մեր հայոց երկրին ու մեր հայ ժողովրդին, ամենալավն որ մեր հայերը մնան մեր երկրում, ապրեն արարեն մեր երկրում։ Աստված համար կա, ճանապարհներին ասենք փակ չի մնա, եթե բուկեր չանի, նույնը այսօր առավոտ, գիշերը բուկեր, առավոտ կանող տեխնիկաներն եկան բացին գնացին, բայց որ գարունը բացվա քիչ դժվար անցանելի է, շատ դժվար անցանելի է, մեքենաները չեն դիմանա, ինչ մեքենա կուզենի, շատ ահավոր վիճակի մեր հիմնականում ճանապարհները։ Դրանք են։ Ինքը բանը չէ, տուրիստական բան է համարվում։ Շատ մեծ, տուրիստական շատ մեծ, դա ամսու 25-ին երևի, 25-ին դիգան նորից տուրիստականները Ֆրանսիայից մեր թշկանը հրճագավոր տարածք է ու շատ նվիրված են ժողովուրդը, շատ մեծ տուրիստական տեղեր ունենք, ուղղակի շատ դաժան է մեծ ճանապարհները, ամենաառաջնահերթը։ Ես իմ տնտեսությունով։ Անասնապահությամբ։ Մեր սեփական անասնապահություն, հողագործություն, այդ է մեր հիմնական գործը։ Ունենք ցանկատարածներ, մեր ռոռոկման տարածքներ չունենք։ Մեր հիմնականում կարտոշկիներ, ասենք պոստան է, այդ է ժողովրդինը, ունենք արվակներ, այդ արվակներով կօգտվենք հիմնականում այդ։ Մի երիտասարդները շատը, որը ուսանող է, գործ չկա, թողե դուրս կեստա խոպանների պոչենեն բռնե, որը հավաս չունի աշխատելու, առաջված ջիղը երիտասարդների մոտ չկա, մարդիկ ավարտել են ասենք տեղեր, գործ չկա, դուր խաթարեք ասեն մնանք Հայաստան, ինչ ենք, մնանք գյուղերում ինչ ենք, երեխեքը մեծացան, դպրոցներն որ փակեցին, մնանք ինչ ենք, ասենք քանի մատ անասուն պայեցինք, այդ օրով ինչ են մնանք գյուղը։ Կան մնացող, կան ասենք գործի խաթեր տեղափոխվինքը, որը մեր Գյումրիում, որը Երևանում, որը Ռուսաստանի Դաշնությունում, ընտանիքները կառնին քեստան, կար կմնան գյուղում, բայց թակ մարդիկ են, շատը դրսերում են, շատը այդ գործ չլինելու պատճառով այդ մանր-մունր պայմանների խաթեր ստիպած երեխեքին կառնին ամենամետեղում իրանց ընտանիքներով քեստան։ Այդ հիմնականում մեր պատճառները այս մեր տարածաշրջանն է, ու ընդհանրապես ինձ թվա երևի սա ամբողջ Հայաստանի նույն բանն է, այդ գործ չունելու այդ ամեն ինչ պատճառներն են հիմնականում։ Ինձ համար ամենակարևորը ճանապարհներն է, մեքենաները կառնեն, լրիվ ժողովուրդը ջարդախուր տեղած, այդպես տանջանքով ետ կգցեն, բայց մեր գանկա մեր տան Գյումրի ետ կան, աշտեն էլ մեքենա չկա։ Ամենակարևորն է, դե դպրոցն է, որ ժողովուրդը չփագեն, չհեռանան գյուղից, մնան էլի երիտասարդությունը, երեխեքն էլ հետը կիլոմետրներն սկսեն, պետք է շտան Մուսալյան հասնին դպրոց, բայց քանի կիլոմետր, 15 կիլոմետր, 20 կիլոմետր երեխեն հնարավոր է հասնի հարի բան։ Չէ, ցանկացած ծնող հանգարց դպրոցը փակեցին, ես երեխեքին գվերցնեմ, կեշտամ Գյումրի երեխեքին դպրոցը։ Աշտեն վերջ, գյուղերը փակվան, մնանգը մեզի նմանները սենք տարիքով էլի, աշտեն այդ է։ Դե ցանկալի է, սենք ատարը վառելուն գազը գմիացնեինք, տակ, մակուշ, ամեն ինչով, ինչ կանեք ուզե ենես, այդ տարին ռեմոնտ ենես, հաջորդ տարին աշտեն մուխուծուխ է։ Հնարավոր չէ, սպես ավելի լավ է գազամատակարարում եղնի, ավելի հեշտ կեղնի գյուղի մարդկանց համար։ Կարեկինյան Լուսինա, առաջի խնդիրը դպրոցի խնդիրն է, նախ չենք ուզենա փակվի, չկան էլ որ քիչ երեխաները այստեղ հարմար են։ Երկրորդն է ճանապարհների խնդիրը։ Գոնե փոքր
Դե մենք հարմարվել ենք այդքան է կարևոր չէ։ Ամենակարևորը դպրոցի հացն է ու ճանապարհներին։ Իսկ ինչի է հանգեցնում դպրոցի փակումը ձեր կարծիքով։ Դե գյուղից երիտասարդները կհեռանան ու առանց հետը քիչ են բնակիչները։ Հա։ Ու այլ գյուղ չի լինի։